Նորմալ չի թատրոնում։ Так, նորմալ է թատրոն գալ ուշացած։ Չէ անի։ Չէ։ Ոչ դերասանի, ոչ զրիցային, Բայց դերասաններ կան, չէ՞, որ Վերջի վարկյանը։ Մենք էլ ենք այդ թվում։ Նորմալ է ներկայացման ժամանակ ադիբուդի ուտելը։ ոչ։ Ոչ։ Դուք կինո չեք եկել։ Ուրա գնում։ Դուք թատրոն եք եկել, սիրելիներս։ Նորմալ է հեռախոսով խոսելը կամ նամակ գրելը ներկայացման ընթացքում։ Ոչ։ Ոչ, նույնիսկ շշուկով։ Ձայնը խանգարում է դերասանին։ Իսկ նորմալ է, որ ներկայացումը գնում է ու մեկի բջջայինը զնգում է։ Նրանից հետո երբ ասում են անջատեք ձեր բջջային հեռախոսը։ Չէ։ Նորմալ է դերասանին արձագանքել բարձր խոսելով կամ մեկնաբանելով։ Դե թույզեր է, երբեմն լինում է։ Կոմենտը նորմալ ինչ պետք է լինի։ Նորմալ է կանգնել ու դուրս գալ ներկայացման կեսից։ Ոչ։ Ոչ։ Նույնիսկ եթե շատ շտապ է։ Եթե ներկայացում ես եկել ու գիտես որ 1.5 ժամ դու պետք է ներկայացում նայես, այդ 1.5 ժամը մեջ բոլոր գործերը ողջ դիր։ Նորմալ է առանց տոմսի փորձել ներս մտնել։ Ոչ տոմս ունես, ոչ ռադիատոմ։ Լիսի գիտես, բայց այդպես մարդիկ կան, ովքեր շատ սիրում են։ Նորմալ է բեմ բարձրանալ ներկայացման ընթացքում, եթե քեզ չեն կանչել ասա։ Օրինակ մեր ներկայացումների ժամանակ շատ է լինում, որ երեխեքը բարձրանում են բեմ։ Դա իհարկե խանգարում է։ Նորմալ չի։ Նորմալ է ընկերոջիդ համար տեղ պահես, եթե նա ուշանում է։ Չէ։ Պետք է չուշանալ, Ինքը նորմալ չի ներկայացման կեսից գալիս այն հետևին նստածներին խանգարում է, չէ։ Նորմալ է ներկայացման ժամանակ բարձր ծիծաղել։ Չէ։ Եթե կատակերգությունը նորմալ է, նորմալ չի ծիծաղել ներկայացման ժամանակ, եթե ենթադրենք դերասանները իրար գրկում են, կան մարդիկ, ովքեր դրան քմ ծիծաղ են տալիս կամ ծիծաղում են։ Նորմալ է թատրոն գալ սպորտային հագուստով։ Եթե գալիս ես ներկայացում նայելու, չէ, նորմալ չի։ Մենք այսօր Մենք եկել ենք աշխատանքի, բայց մենք եկել ենք աշխատանքի նայելու։ Նորմալ է ներկայացման ժամանակ քնել։ Ոչ թե դերասանը դեմում, այլ հանդիսատեսը։ Եղել է քնել են ու խռացրել են, դա պարզ լսվել է, դա ուղղակի առաջ շարք։ Չէ, նորմալ չի։ Ոնց գարացի։ Անուշ։ Նորմալ է, եթե ներկայացումը մանկական չի, երեխային քեզ հետ բերես թատրոն։ Երեխան սկսում է աղմկել։ Չէ, հետ տոմսի վրա գրված տարիքը պետք է հաշվի առնել։ Շատ է խանգարում, դա նորմալ չի, դա կոնկրետ խանգարում։ Եվ ձեզ է խանգարում որպես հանդիսատես ներկայացում չեք Այդ 1.5 ժամը լուծեք հարցը։ Նորմալ է, հանդիսատեսը բարձրացի։ Ներկայացումը դուրս չի գալիս։ Հենց եղել է։ Այսօր ամեն ինչ եղել է։ Հին ժամանակներում լոլիկ է շփոթել, եթե դուրս չի եկել ներկայացումը, բայց մեր վրա չի շփոթել։ Իսկ նորմալ է ներկայացման ժամանակ վեր գնալ ու Instagram-ի համար ստորի։ Չէ։ Ես այս պահին դիտում եմ։ Չէ։ Նորմալ չի։ Ես շլահացել էի դրել։ Բա, ես 58-ը դարձա։ Նորմալ է ներկայացումից հետո գնալ դերասանի մոտ ու ասել լավ էիր խաղում, բայց եթե լավ էիր խաղում, բայց Իսկ նորմալ է ֆլեշով, լույսով նկարել ներկայացման ժամանակ։ Հատկապես եթե դու չգիտես ինչ է կատարում, ու կարող չասես տեսարան։ Չէ, նորմալ չի։ Նորմալ է, եթե հանդիսատեսը չի դիմացել գնացել է զուգարան, լեք հետ է եկել ու կողքին նստող նստում։ Էս ինչ է։ Այս խիալը։ լինում են տենց, բայց նորմալ չի։ Ու պատմում է, չէ՞, սկզբից այդ կողքի նստած ամբողջ ներկայացումը։ Նորմալ է գալ թատրոն, նորմալ է նայել ներկայացում։ Սանալ էմոցիաներ։ Նորմալ չի ընդհանրապես արվեստից հետ մնալ։ Այո։ Հատկապես թատրոնից։ Ապրես։ Շատ հավես է։ Հիմա պարում։